Ադրբեջանից Հայաստան է ներկրվել նավթամթերքի առաջին խմբականակը, իսկ այսօր ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղարկվեց Հայաստան։ Ռադար Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը ասաց, որ այդ գործընթացը քաղաքական քայլ է երկու կողմերի դիրքորոշումները ավելի մոտեցնելու համար։ Որովհետև քաղաքական հարաբերություններ հաստատելուց առաջ կարևոր է նաև տնտեսական հարաբերություններ ունենալ։ Այս տեսանկյունից կարծում եմ, այո, սա կարող է որոշ չափով երկու կողմերին ավելի մոտեցնել իրենց դիրքորոշումներում։ Քաղաքագետը կարծում է, որ նավթամթերքի ներմուծումը երկարաժամկետ չի լինի։ Այս պահին Վրաստանը իր հերթին քայլ է արել, զեղչ է կատարել այդ նավթամթերքի տարանցման համար։ Մեկ-երկու անգամ իրենք ասել են, որ տարանցման վճար չեն վերցնի, իսկ եթե հետագայում իրենք փորձեն, ասենք, դրա համար գումար գանձել, հնարավոր է այդ բենզինի գինը բավականին թանկանա եւ տնտեսական առումով այդքան էլ շահավետ չլինի դրա ներկրումը։ Արդյոք բացի նավթամթերքից Ադրբեջանից կներկրվի նաև բնական գազ։ Արմեն Վարդանյանի խոսքով հարցը բարդ է։ Բարդ հարց է, որովհետև գիտենք, որ գազի պահով Հայաստանի գազային ամբողջ ենթակառուցվածքները պատկանում են Ռուսաստանին եւ նաեւ Ռուսաստանի հետ կա կնքված այն հայտնի ստորացուցիչ ստրկական պայմանագիրը, որ տարիներ առաջ դեռ նախորդ իշխանությունների օրոք ստորագրվեց, որը ենթադրում էր, որ 30 տարի, կարծեմ մինչև 2040 քանի թիվը Հայաստանն իրավունք չունի առանց Գազպրոմի թույլտվության գազ ներկրել երրորդ երկրներից։ Քաղաքագետը ընդգծեց, խիստ կասկածում է Ռուսաստանը կողմ կլինի, որ իր դիրքերը զիջի եւ ադրբեջանական գազ ներկրվի։ Ըստ նրա, նույնիսկ իրանական գազի ներմուծումը խնդրահարույց է։ Հայաստան-Իրան գազամուղը իր հնարավորությունների 20%-ի չափով է օգտագործում։ Այնինչ կարող ենք ավելի մեծ ծավալներով իրանական գազ գնել։ Եվ այն քիչ ծավալներն էլ որ ներկրվում է, դրա մեր սպառողներին չի հասնում։ Դա գնում է Հրազդանի ջեք, այնտեղից հոսանքի տեսքով, այսպես վերադարձվում է Իրանին։ Իսկ ինչ այն քաղաքացիները մտածում Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մասին։ Կարծիքները միանշանակ չեն։ Դրական, բացասական։ Լավ կարծիքի է։ Այդ ժամանակին մենք շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք եղել։ Բաց չի լինի։ Բացասական։ Որովհետև Ադրբեջանը մեր թշնամին է, ինչու պիտի մենք նրանցից առևտուր անենք։ Չենք անում, չպետք է անենք։ Մինչև մեր հարցերը չկարգավորվի, մինչև մենք չկարողանանք մեր հարևանների հետ լեզու գտնենք, մեր հողը մեզ, ձերը ձեզ։ Նոր կարող ենք բոլոր խնդիրները լուծենք ու նաև մեր գերիները գան, մեր տղաները գան։ Մինչ այդ, որպիսի գործընթացը շարունակական լինի ու հաջորդ տարի էլ Ադրբեջանի տարածքով ապրանքներ ներկրվեն, ըստ Վարդանյանի պետք է բացվեն սահմանները, սակայն այս հարցում առայժմ տեղաշարժ չկա։ Իհարկե առանձին ապրանքներ գալիս են, բայց ամբողջությամբ սահմանը բացել եւ առևտուր անել դեռևս վաղաժամ է խոսել այդ մասին, որովհետեւ չկան այդպիսի հայտարարություններ, այդպիսի ազդակներ եւ նավթամթերքի պահով էլի խիստ կասկածում եմ, բայց դրանից նաև ենթակառուցվածքների հարց կա այստեղ։ Պետք է Ղազախ, Իջևան երկաթ գիծը կառուցվի, որը որ ավիրվել է, որը որ չկա այս պահին։ Դա էլի ֆինանսական ներդրումներ է պահանջում, դրա մասին էլ դեռևս խոսակցություններ չկան։ Արմեն Վարդանյանը շեշտեց, որ այս պահին միայն Վրաստանի տարածքով է ներկրվում նավթամթերք, իսկ Վրաստանն էլ չի բացառվում, ինչ որ մի պահի կարող է խոչընդոտներ հարուցել, պահանջելով բարձր տարանցման վճարներ։ Լիլիթ Աբրահամյան, Սարգիս Հակոբյան, Ռադար Արմենիա։